Իրավական ճակատում Հայաստանի և Ադրբեջանի դիմակայությունը։ Ապրիլի 25-ին Արդարադատության միջազգային դատարանի կողմից ընդունված ընդհանցակարգային որոշումը դարձավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության նոր մանիպուլյացիաների աղբյուրը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ստեղծեց մի իրավիճակ, որտեղ անուղղակիորեն հայտարարեց, թե իբր Հայաստանը դատարանում կրել է պարտություն Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների կալանքի և դատավարական իրավունքների վերաբերյալ ներկայացված պահանջներով։ Փաստերի խորքային ուսումնասիրությունը, սակայն, բացահայտում է լրիվ այլ իրականություն։ Միջազգային դատական գործընթացների քաղաքական ընթերցումը։ Հայաստանը միջազգային դատարաններին է ներկայացնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտումները։ 2025 թվականի ապրիլի 18-ին Հայաստանը Արդարադատության միջազգային դատարան էր ներկայացրել նոր ապացույցներ, պահանջելով լրացուցիչ միջոցների կիրառման անհրաժեշտություն ի հավելումն արդեն գործող միջանկյալ միջոցների։ Դատարանը պարզապես արձանագրել է, որ գործի քննության այս փուլում լրացուցիչ միջոցներ կիրառելու անհրաժեշտություն չկա։ Սա, սակայն, ոչ թե Հայաստանի պահանջների անհիմն լինելու, այլ ընթացիկ դատավարության փուլում լրացուցիչ քայլերի անհնարինության արձանագրումն է, առանց հիմք ընդունելու Ադրբեջանի հայտարարությունները։ Ադրբեջանը բղավում է այնտեղ, որտեղ տեղեկատվական վակուում է և միտումնավոր լռում, օրինակ այն մասին, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող գործերով շարունակում է չկատարել իր վրա դրված բազմաթիվ պարտավորությունները, որոնք ուղղակիորեն բխում են Հայաստանի ներկայացրած փաստարկներից։ Միևնույն ժամանակ անտեսում է այն հանգամանքը, որ ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի կողմից ներկայացրած միջանկյալ միջոցների վերացման պահանջները Հայաստանի ներկայացրած ապացույցների հիման վրա։ Այսպիսով պարզ է դառնում, որ Ադրբեջանը փորձում է միջազգային դատական գործընթացներից քաղել քաղաքական դիվիդենտներ, ձևացնելով հաղթանակներ այնտեղ, որտեղ խոսքը գնում է ընդհանցակարգային տեխնիկական որոշումների մասին։ Այս դատական դիմակայությունը միջազգային հանրության համար ևս մեկ անգամ հստակեցնում է, թե որ կողմն է գործում իրավունքի և որ կողմը քաղաքական մանիպուլյացիաների դաշտում։ Մենք ունենք մեկ այլ խնդիր՝ անհամարժեք փաստարկում։ Սա հիմք է տալիս պաշտոնական Բաքվին շահարկել ընդհանցակարգային տեխնիկական որոշումը։ Հայկական կողմը թեև բարձրաձայնում է Ադրբեջանում պահվող հայ անձանց իրավունքների մասին, սակայն անհրաժեշտ է արձանագրել, որ գործընթացում պաշտոնական Երևանը երբեմն չի ներկայացնում իրավիճակը ամբողջությամբ, մանրամասնորեն չի անդրադառնում Բաքվում հայ գերիների և պահվող անձանց վերաբերյալ հանրային շրջանակներում առկա մտահոգություններին և Բաքվի դատարաններից մեզ հասնող տեղեկություններին կապտուկներից մինչև ցուցմունքի կեղծում։ Հենց սա է Ադրբեջանին հնարավորություն տալիս իրավական դաշտում ձևավորել սեփական օրակարգը։ Այս զարգացումները փաստում են, որ միջազգային իրավական պայքարը պահանջում է ճշգրիտ, հավասարակշռված և համառ գործելաոճ։ Հայաստանի կառավարությունը պարտավոր էր առավել արդյունավետ կերպով և ժամանակին ներկայացնել անհրաժեշտ ապացույցները, կազմակերպել համակարգված իրավական աշխատանք, կանխելու համար նման շահարկումների հնարավորությունը։ Պարտավոր է ռազմավարական մոտեցմամբ շարունակել իր աշխատանքը միջազգային ատյաններում, ուժեղացնելով ապացուցողական բազան։ Ցավոք, Բաքվի սանձարձակ գործելավոճի վերաբերյալ մեր ապացուցողական բազան չափից դուրս հարուստ է, ուստի դրանից չօգտվելը գուցե խոսում է հանցավոր անգործության մասին։ Ադրբեջանը բնականաբար շարունակում է խախտել մարդու իրավունքները և անտեսել Եվրոպական դատարանի որոշումները։ Սակայն միջազգային իրավական հարթակում հաջողության հասնելու համար բացարձակապես բավարար չէ միայն հակառակ կողմի խախտումների մատնանշումը։ Անհրաժեշտ է հետևողական, համակարգված աշխատանք, որն ակնհայտորեն բացակայում է Հայաստանի գործող իշխանությունների գործունեության մեջ։ Այս իրադարձությունները վերահաստատում են այն անհերքելի փաստը, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը և միջազգային իրավական ներկայացուցչությունը պահանջում են լուրջ բարեփոխումներ, ազգային շահերի պաշտպանությանը արժանի պետական մտածողություն։